Թրամփը կոշտ է խոսում եվրոպացիների մասին եւ նշում է, մեղադրում է այնպես, որ եվրոպացի դաշնակիցները իրեն այս հարցում չեն աջակցել։ Այդ տպավորությունը իսկապես կա, որ եվրոպացիները չեն աջակցում եւ արդյոք Թրամփին կարող է հաջողվել որևէ կերպ Եվրոպային ներքաշել այս պատերազմում։ Նախ Եվրոպան մասնակցել է ամենատարբեր process-ներին, ամենատարբեր կարգավիճակներով, եթե այսպես խորանանք ու դետալիզացնենք, երկրորդը Թրամփի հռետորաբանությունը եւ Թրամփի ընդհանրապես մոտեցումները եվրոպական անվտանգության համակարգի վերաբերյալ էականորեն տարբերում են այն ավանդական մոտեցումներից, ինչին մենք լսել ենք եւ ինչին մենք ականատես ենք եղել դեմոկրատների կառավարման ժամանակահատվածում, ՆԱՏՕ-ն այլևս այն ՆԱՏՕ-ն չի, ինչ որ այսպես 90-ակ, post 90-ականների եւ 2000-ականների սկզբների ՆԱՏՕ-ներ, հա, դա է որպես մարդ եմ ասում, ով ՆԱՏՕ-ով զբաղվում է, ամերիկյան ընկալումը ՆԱՏՕ-ի էպիսին է, որ բյուջեն պետք է հավասարակշռության սկզբունքով լինի, մենք այլևս ձեր փոխարեն չենք վճարելու, իսկ ՆԱՏՕ-ի բյուջեի 50+1%-ը այսպես ամերիկյան փողեր են, հետո գալիս է Գերմանիան, հետո մյուսները, հա, բայց այստեղ խնդիրը նաև նրանում է, որ միայն փողով չի, որ եվրոպական անվտանգությունը պետք է ապահովի, եվրոպական անվտանգությունը միգուցե սկսում է Օրմուզի նեղուցում, իսկ այդ անվտանգությունը իր մեջ նաև էներգետիկ անվտանգություն է ենթադրում։ Թրամփը շատ էմոցիոնալ ու հաճախ հակասական է խոսում, բայց այդ կարմիր գիծը ՆԱՏՕ-ի պարտավորությունների դաշտ էլ ավելի մեծ ծավալով մտնելու, այսինքն ՆԱՏՕ-ի եվրոպական սեգմենտի, հա, այդ վաղուց կա ու այսպես առանձին դրվագների մասով ինքը սրում է իրավիճակը, հա, որ մենք այլևս չենք մասնակցի եվրոպական անվտանգությանը, տեսնենք ռուսների դեմ ինչ է կարողանալու անեք, անգամ ասուլիսների ժամանակ մի անգամ ասեց Ստարմերին, ասեց, բա որ մենք դուրս գանք, դուք ինչ եք անել ռուսների դեմ, Ստարմերի դեմքի արտահայտությունից ելնած, որ իրենք շատ ոչ նախանձելի վիճակում են հայտնվելու։ Մի քանի պետություններ, իդեմս կարծես մեծ Բրիտանիայի, որտեղ իդեպ իրականում հակասական ինֆորմացիա եկավ, սկզբում դեմ էին, հետո կողմ էին, հետո կարծես էլի դեմ են, Ֆրանսիան օդային տարածքը թույլ չտվեց, Իսպանիան օդային տարածքը թույլ չես, հետևաբար ինքը այսպես գները բարձրացնում է, հա, առևտրի եւ ասում է այդ պարագայում ՆԱՏՕ-ի ապագան խիստ մշուշոտ է եւ մենք կարող ենք դուրս գալ ՆԱՏՕ-ից, տեսնենք ոնց է ձեր անվտանգությունը ապահովել։ Ձեր ասած, այսինքն իրավիճակը սրում է հիմա։ Սրում է։ Դա կարող լինի իհարկե բլեֆ, որովհետեւ եվրոպական ՆԱՏՕ-ի սեգմենտի անվտանգությունը դա միայն եվրոպական չի իհարկե, հա։ Մոնրոյի դոկտրինը այն պատկերացումը ինչ որ կա իբր Թրամփի հետ, այդքան էլ այսպես իդենտիկ չի Թրամփի քաղաքականության մասով, այսինքն ինքը այսօր ասում է Իրանին հաղթել են կամ նախորդ 11 օր ասում է Իրանին հաղթել ենք, ջախջախել ենք, ես ենք ասում, հետո պարզվում է որ բանակցային առաջարկ են անում, Իրանը մերժում է եւ այլն։ Մենք հիմա ունենք քաոտիկ իրավիճակ միջազգային դիրքորոշումների, հայտարարությունների եւ դրանց իմպլեմենտացիայի մասով։ Պարոն Հարմոնյան, ինչու է Նիկոլ Փաշինյանը գնացել Մոսկվա ընտրություններին ընթառաջ։ Բացի սովորական մարդկանցից քաղաքական եւ պետական գործիչները ունեն նաեւ սեփական վախեր, այս դրանք հոգեբանական վախեր են ամբողջ կյանքի ընթացքում, երբեմն դրանք նաեւ քաղաքական քայլերի են այսպես վերածվում, ինքը ունի տարբեր շերտավորումներ, հայ-ռուսական օրակարգերը շատ խնդրահարույց են դարձել ի շնորհիվ գործող իշխանությունների, ընդ որում ամենատարբեր եւ գրեթե բոլոր ոլորտներում, հա, սկսած սոցիալականից, այսինքն այն ակտիվ հակառուսականության քարոզը, որ Հայաստանում կա, ինքնիշխանության հետ հակադրածություններ եւ այլն, հա, դուք լրագրողок ինձնից լավ գիտեք այդ սպեկտրի ինչպիսին է, վերջ ասած թրիփով Ռուսաստանի հայտարարությունը, որ իրենք էլ կարող են մասնակցել երկաթուղային ցանցի հետ կապված հարցերով եւ ամենակարևորը իհարկե ինչ է մեզ սպասում առաջիկայում, դրանք ընտրություններ են։ Այնպես է ստացվում, որ Հայաստանից մեղադրական տեքստերը, որոնք հիմնականում այդ հիբրիդային մոդայիկ դարձած ձևակերպման ներքո ուղղվում են, ինչ որ մի պետության, այդ ինչ որ մի պետության տեսքով կամ դերում հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը կամ իրան պիտակավորում են, այսպես ու դա էլ է օրակարգի մաս իհարկե լինելու։ Ռեգիոնում process-ը Իրանի հետ կապված եւ Իրանի շուրջ տեղի ունեցող process-ը Հայաստանի քաղաքական տրամաչափի հարցը չի։ Իհարկե դա էլ է քննարկման օրակարգ լինելու, եթե հաշվի առնենք այն ծավալը եւ այն ընդգրկունությունը պաշտոնական պատվիրակության, հարցերը լինելու է շատ եւ հարցերը լինելու են սուր, հա։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը, իսկ Ռուսաստանը այնպիսի պետություն է, որ ցանկացած պետական կամ աշխատանքային թեկուզ այցից առաջ որոշակի մեդիա մեսիջային այսպես հարթակներ են ձևավորվում, ինչ որ հաղորդումներ են լինում եւ այլն շեշտադրումներով եւ այլն։ Եթե մենք մոնիտորինգի ենթարկենք այն ինչ որ էս երեք մոտավորապես կարծեմ երեք էր մի քանի ալիքներով գնաց, այսինքն Փաշինյանի այցի նախորեն եւ հայ-ռուսական օրակարգը Փաշինյանի պայմաններում շահեկան եւ դրական չի են իմաստով, որ մենք ամեն ինչ տեսնում ենք, բայց համբերում ենք ձեր մասով, հա։ Փաշինյանը փորձելու է ամենատարբեր խուսանավումները իրականացնի, փորձի ինչ-որ առաջարկներ, արդարացումներ եւ այլն, ինչ որ վերջերս ասուլիսի կամ այդ մամուլի հետ կապված իր հանդիպման ժամանակ
ասեց մենք խնդրել ենք հանդիպում Ռուսաստանի հետ, հասկանում եք, այդպիսի թեզերով փորձում են մի կողմից հասարակությանը կերակրել, դրանից առաջ ինքը կարող է ասել մենք ունենք մեր վառ ինքնիշխանություն եւ որևէ զիջման չեն գնալու։ Մենք գործ ունենք քաղաքական արկածախնդրի հետ, որը դարձել է պետության ղեկավար, եւ այդ արկածախնդրության արդյունքները պետության համար կարող են լինել շատ վտանգավոր։ Իսկ Ռուսաստանում նրանք կհավատան։ Դուք շատ ընդհանրական, ես կասեի նաև հավանաբար զգայական հարցադրում ենք անում, հավատալ կամ չհավատալ, սովորաբար մեծ պետությունները արդյունքներով ընթացքով սեփական հետախուզական ծառայությունների փոխադրած եւ տրամադրած ինֆորմացիայով են գնահատականներ տալիս։ Կարծում եմ Փաշինյանի վախերը հիմնականում տեղավորվում են նախընտրական process-ներում եւ այն քաղաքական հայտ ներկայացնող այդպես ուժերի շրջանակում դա այդ ուժերից իր սպասելիք ռիսկերի մասով, որոնք Հայաստանում կան, հա, այսպես ասած, դա հիմնականում այնուամենայնիվ դա ուժեղ Հայաստանն է եւ իհարկե Հայաստան դաշինքը, ովքեր մերժողական քաղաքականություն չեն արտաքին գործընկերների հետ դավանում, այլ ասում են պետք է աշխատել բոլորի հետ, որտեղ պետության անվտանգությունն ու զարգացումը առաջնահերթ է։ Ինքը ռեալ սպառնալիք ու վախ է տեսնում վերընտրվելու մասով եւ վերջիվերջո ինքը հարցադրումներ, այսպես ասած, իրան հարցեր են տալու կապված Եվրամիության ամենատարբեր շրջանակների, այսպես ասած, հիբրիդային արտակարգ խմբերի, նաև այցելությունների մասով, Եվրամիության հարթակներից, ասենք Եվրամիության այսպես խորհրդում իր ելույթների մասով, որոնք անուղղակիորեն քննադատական տեքստեր էին ուղղված Ռուսաստանին։ Պետք չի խախտվել Ռուսաստանի պայմանական թուլության իմիտացիային, որը մամուլով ներկայացվում է կամ ինչ-որ քայլեր, որ ակնկալում են այս այցբը պետք է ավելի արագ գնալ, բայց ավելի դանդաղ է գնացել։ Ռուսաստանը աշխարհի երկրորդ գերհզոր պետությունն է եւ ինքը ակտիվագույն ներգրավվածություն ունի բոլոր process-ներում։ Եվ ամենակարևորը Փաշինյանը չգիտի Պուտինն ու Թրամփը ինչ են խոսում իր մասով նաեւ։ Պարոն Ղևոնդյան, Ծաղկազարդին միջադեպ տեղի ունեցավ Սուրբ Աննա եկեղեցում եւ այդ խմորը մինչեւ հիմա ջուր է քաշում, առայն որ երկու եղբայրներից մեկը կալանավորվել է, ահազանգում են, որ նրանք առողջական խնդիրներ ունեն, այսօր էլ տեսանք, որ տղան գիտակցությունը կորցրել էր, տեղափոխել էին հիվանդանոց, բայց կրկին տարել են արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Այս ֆոնի հետ կապված եւս մեկ այդպիսի տեղեկություն, որ կրկին 18-ամյա տղայի ով թքել է Փաշինյանի մեքենայի ուղղությամբ, ինչը թե ասել է հողերը ծախել ես, նրան եւս ձերբակալել են։ Ստացվում է, որ 3 18-ամյա տղաների նկատմամբ վերջին օրերին Փաշինյանի հետ կապված միջադեպ է ստեղծվել եւ անազատությունից զրկվել են այդ 3-ը, նրանցից մեկը հիմա փաստացի ազատության մեջ է, բայց որ երկրից չհեռանա։ Ինչ քաղաքական նպատակ է սրանով լուծում Նիկոլ Փաշինյանը։ Փորձում են վախեցնել մարդկանց, որ եթե մենք կարող ենք 18 տարեկանի նկատմամբ նմանօրինակ խիստ լկտիագույն, դաժանագույն պահվածք ցուցաբերել, ապա դուք բոլոր պետք է հաշվի առնեք ձեր ճակատագիրը։ Այսինքն վախի, սարսափի մթնոլորտ տարածելով, ասում են, որ պետք է հանդուրժեք, պետք է ենթարկվեք ու կենթարկվեք, հա։ Բայց հարցը ունի շատ կարևոր էմոցիոնալ, սոցիալական եւ բարոյական կողմ, չէ՞։ Այդ երեխաները ազնիվ են, անկեղծ են, չէ՞ եղել, այսինքն ունեցել են առնվազն 10 տարեկան գիտակցությամբ երեխայի պայմաններում այն ընկալումը, որ որևէ վարքաբանություն պետք է դրսևորել անհամաձայնության տեսքով, ես դետալիզացիայի մասին չեմ խոսում։ Իշխանության էությունը նաև նրանում է, որ ինքը պետք է լինի իմաստուն եւ էմոցիաների պետք է adekvat եւ իմաստության դիրքերից արձագանքի։ Հիմա փաստորեն ստացվում է այնպես, որ այն ինչ կարելի է օրինակ Սիմոնյան Ալենի, չի կարելի 18 տարեկան երեխային։ Կարծում եմ քաղաքացիներն ու հասարակությունը տեսնում են այդ ամեն ինչը ու օբյեկտիվ ու լավագույնս են գնահատում։ Մենք գնահատականների մասին չենք խոսում, ես խոսում եմ փաստերի մասին։ Երեխաները ինչ որ իրականության հետ անհաշտ են եղել ու եկեղեցում իրենց վարքաբանությամբ ցույց են տվել ինչ որ վերաբերմունք, հա, ճիշտ եւ խելացի ու ամուր ու կայացած եւ ինքնավստահ իշխանությունը շատ այլ կերպ իրեն կվարել։ Մենք ցավոք չունենք այդ։ Վախը չի ծնելու ենթակայություն Հայաստանում եւ հունիսին մենք դա կտեսնենք։